Ողջույն արգել հետևորդներ, այսօր պատրաստելու ենք իտալական ռավիոլիներ եւ այս ուտեստը պատրաստելու համար ծախսելու եմ ուղիղ 30 րոպե ժամանակ։ Տեսնենք արդյոք ինձ մոտ կստացվի պատրաստել այս ուտեստը սկզբից մինչև վերջ ուղիղ 30 րոպեում։ Դե ինչ արագ ներկայացնեմ ինչ է անհրաժեշտ, տալուր մի փոքր ավել եմ վերցրել, մաղել եմ հիմնական մասը, 4 ձու է անհրաժեշտ լինելու, աղ է անհրաժեշտ լինելու եւ զեյթունի ձեթ։ Սա խմորի համար էր։ Միջուկի համար կիրառելու ենք սպանախ, 2 կապ սպանախ եմ վերցրել, լվացել եմ արդեն եւ ռիկոտա պանիր, ինչպես նաեւ աղ ու սև պղպեղ, նաեւ զեյթունի ձեթ։ Դե ինչ վերևի անկյունում տեսնում եք ժամանակը, որը գնում է 30-ից դեպի ներքև, քանի որ 30 րոպե եմ ընտրել այսօրվա ուտեստը պատրաստելու համար, հիմա արագ ալուրը լցնում ենք գորգի վրա, այսպիսի փոսիկ ենք անում եւ հիմա մեջտեղում կավելացնենք 4 ձուն, բայց միջև այդ մի հատ լավ հարում ենք այսենց, որից հետո ավելացնում ենք մեջտեղի հատվածում եւ խմոր ենք ստանում, հունցելու ենք այս ամենը, զգուշորեն ձուն գնաց, ուր ես գնում, հետարի, այսպես արագ փորձում ենք տեղավորվել ժամանակի մեջ եւ հունցում ենք խմորը։ Եթե տեսնում ենք, որ ընթացքում շատ կպչուն է ստացվում խմորը, ապա ելի ենք ալուր ավելացնում, ալուրը ինչպես արդեն նշեցի մոտ կա։ Մի քանի րոպեից ավելացնում ենք զեյթունի ձեթը, այսպես մոտ 1-2 ճաշի գթալ, անպայման աղ ենք ավելացնում, չնայած որ բաղադրատոմսի մեջ աղ չկա, բայց ես իհարկե ավելացնում եմ ու շարունակում եմ հանգիստ հունցելը, այսպես պոկում եմ հատակից եւ լավ հունցում։ Լրացուցիչ ալուրից ենք ավելացնում մի քիչ, որտեվ քիչ եղավ ու շարունակում ենք հունցելը։ Պետք է ստանանք փափուկից մի քիչ պինդ խմոր, ոչ շատ ձիգ ու ոչ շատ իհարկե փափուկ, այլապես կպատրվի պարզապես խմորը։ Էլի ալուր անհրաժեշտ եղավ, էլի ենք ավելացնում, շարունակում ենք արագ հունցելը, օպերատիվ արագ ենք աշխատում, որ տեղավորվենք ժամի մեջ եւ այսպիսի խմոր ենք ստանում, դնում ենք տոպրակի մեջ ու թողնում ենք սեղանի վրա մինչև 30 րոպեի չափով։ Հիմա թավայի մեջ զեյթունի ձեթ ենք էլի լցնում կամ սովորական ձեթ ենք լցնում ու միանգամից ավելացնում ենք ամբողջ սպանախը, ջրքանված, ինչպես ասեցի, լավ լվացած, այս հենց ավելացնում ենք ու կրակը շատ բարձր է մեր մոտ, արագ այսպես սեղմելով, խառնում ենք, որպեսզի արագ կերպով փափկի, ընդամենը 2-3 րոպե ենք տապակելու, ոչ ավել։ Ընթացքում աղ ենք ավելացնում, ավել տապակելու իմաստը չկա, սպանախը պեչի, որ երկար տապակվի, հենց մի փոքր փափկեց, միանգամից հեռացնում ենք։ Շարունակում ենք այս հենց արագ անդադ խառնելը, որ հանկարծ չայրվի ներքևի հատվածից ու տեսեք արդեն հենց հեղուկ է արտադրում, այս հենց միանգամից վերցնում ենք ու լցնում ենք փլավ քամիչի վրա, այս հենց։ Տեսեք ինչքան հեղուկ արտադրվել, հեռացնում ենք, իսկ սպանախի հատվածը լցնում ենք արդեն տախտակի վրա ու սուր դանակով շատ լավ մանրացնում ենք, վերածում ենք գրեթե հյուսատիպ զանգվածի։ Մեզ անհրաժեշտ է, որ երկար կոթեր, որևէ երկար մասեր հանկարծ որևէ դեպքում չմնան, որպեսզի խառնենք հետագայում պանրի հետ եւ ստացվի շատ լավ միատիպ միջուկ, որը կիրառելու ենք ռավիոլիների համար։ Լցնում ենք հիմա առանձին ափսեի մեջ, այսպես։ Ավելացնում ենք միանգամից ռիկոտա պանիրը, այսենց, ասեմ, որ ընդհանրապես աղ չկա այս տեսակի պանիրի մեջ, ուստի աղը շատ ենք ավելացնում, բայց բնականաբար չափի մեջ։ Ավելացնում ենք սև պղպեղը եւ առհասարակ ինչ համեմունք կցանկանանք, ես այս երկուսն եմ կիրառելու այսօր։ Շատ լավ խառնում ենք այս ամենը, եթե ուզում եք կարակ զեյթունի ձեթ էլ ավելացնեք, այլ ավելի համեղ կստացվի։ Լավ խառնում ենք եւ դնում ենք մի կողմի վրա։ Մոտավորապես ինձ մոտ անցել է 10 րոպե, 15 րոպե, նայեք դատակինքներդ որքան է անցել վերևի սանդղակով։ Ու հիմա ժամանակն է լավ ալուր անել ու լավ բացել խմորը։ Բացելու ենք միանգամից ասեմ, որ ուղղանկյունաձև, երկարոտ, ձգոտ խմոր պետք է ստանանք, որպեսզի որևէ դեպքում չպատրվի ռավիոլիները եփվելու ընթացքում, դա շատ կարևոր է։ Բացելուց հետո բաժանում ենք երկու մասի, մի մասը առայժմ դնում ենք մի կողմի վրա եւ մյուս մասը հիմա զգուշորեն մի փոքր էլ կբացենք, այսպես հանգիստ առանց շտապելու բացում ենք, լայնացնում ենք
ու դնում ենք միջուկից։ Միմյանցից մի փոքր հեռու, կես կամ 1 ոչ լիքը ճաշի գդալի չափով պատրաստի միջուկից ենք դնում։ Ինչպես տեսնում եք, 12 ռավիոլի ենք ստանալու այս քանակությունից, իսկ խմորի մյուս հատվածով այսենց վրայից անցնում ենք, փակում ենք եւ լավ ամրացնում ենք կողքերից ու մեջտեղի հատվածից, այսենց, որից հետո կամ ձևավոր կամ պիցցայի համար նախատեսված կլոր դանակով բաժանում ենք ռավիոլիները այսպիսի մասերի, այսպիսի կտորների, հեռացնում ենք բոլոր ավելորդ մասերը, պետք է ստանանք գեղեցիկ քառակուսի կտորներ։ Այսպես տեսնում եք, չափսը որոշեք ինքներդ, կարող եք ավելի մեծը վերցնել, կարող եք ավելի փոքրը վերցնել։ Տեսեք, այսքան միջուկ է մնացել, կարող եք էլի խմոր պատրաստել եւ ավելացնել, սակայն ես թողելու եմ վերջում։ Հիմա եռացող ջրին աղ ենք անում, ավելացնում ենք ռավիոլիները, մեզ մոտ մնացել է գրեթե 3 րոպե։ Լավ խառնում ենք այս ամենը, սկսած եռալու պահից 8-ից 10 րոպե եւ բնականաբար մենք չենք հասցնի 30 րոպեում տեղավորվել, հարգելի ընկերներ, բայց որևէ խնդիր չկա, եթե հաշվի չառնենք եփելու պահը եւ մի փոքր արագացնենք խմորը բացելու process-ը, կարծում հաստատ կտեղավորվենք։ Սակայն ոչինչ, այսպես էլ է լինում, այսօր ուշացանք 30 րոպեից։ Դե իսկ պատրաստի ռավիոլիները ունեն այսպիսի գեղեցիկ դեղնավուն տեսք, ուռչում են մոտ 2 անգամ։ Հիմա լցնում ենք մատուցվող ափսեի վրա եւ զբաղվում ենք գեղեցիկ մատուցմամբ։ Ես հիմա վրայից կավելացնեմ էլի զեյթունի զեթից, անպայման վերցնում եք extra virgin, որպեսզի որևէ դառնահամ չթողնի։ Եվ այսպիսի գեղեցիկ տեսք կտամ այսօր, մնացած միջուկը այսպես կլորեցնում եմ եւ գեղեցիկ դասավորում եմ բոլոր ռավիոլիների վրայից, բոլոր կողմերից, այսպես տեսնում եք, որքան գեղեցիկ է այսպես ստացվում։ Դե ինչ հարգելի հետևորդներ, իտալական ռավիոլիները պատրաստ են արդեն այսպիսի գեղեցիկ մատուցմամբ, կարծում եմ շատ լավ է ստացվել, գրեք մեկնաբանություններում, սիրով կկարդամ։ Այսօրվա համար այսքանը, մենք էլ գնանք վայելելու, իսկ մենք շուտով կհանդիպենք։